Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի հերթական դրվագն ապացուցեց, որ ֆիզիկական ցավից առավել սարսափելի է հոգեբանական ոչնչացումը, իսկ մարդկային արժանապատվությունը երբեմն շատ հեշտությամբ զոհաբերվում է։ Այսօր մենք ականատես եղանք Հունանի անգերազանցելի, բայց չափազանց ստոր դերասանական խաղին, որը փշրեց երիտասարդների վերջին հույսերը։ Հունանն իրականացրեց հոգեբանական փայլուն, բայց դաժան մի օպերացիա։ Նա հասկացել էր մի պարզ ճշմարտություն. եթե ինքն ուղղակիորեն արգելի զավակներին հանդիպել իրենց սիրելիների հետ, դա միայն կմեծացնի նրանց համառությունը։ Ուստի նա ընտրեց ամենանենգ ճանապարհը՝ ստեղծել այնպիսի անտանելի ու ստորացուցիչ պայմաններ, որպեսզի ոչ թե իր զավակները, այլ հենց նրանց ընտրյալներն իրենց կամքով հրաժարվեն այդ սիրուց։ Եվ դա նրա մոտ հրաշալի ստացվեց։ Լեոին դիմավորելով սառույցի պես սառը ու արհամարհական կեցվածքով, Հունանն աստիճանաբար անցավ բացահայտ վիրավորանքների, իսկ վերջում դրեց աբսուրդային մի պայման։ Նա կհամաձայնի Լեայի և Լեոյի միությանը միայն այն դեպքում, եթե Լեոն ծնկաչոք ներողություն խնդրի իր և ողջ Սարգսյանների ընտանիքի անունից։ Լեոն հայտնվում է կատարյալ շոկի մեջ, վերջնականապես գիտակցելով, որ իր գալն այս տուն ճակատագրական ու միամիտ սխալ էր։ Լեան նույնպես քարացել էր սարսափից, բայց անզոր էր լռեցնել հորը, ով իր տիրական պահվածքով ճնշում էր բոլորին։ Սակայն ճակատագիրը Լեոյի համար պատրաստել էր ևս մեկ, շատ ավելի ցավոտ հարված։ Երբ զայրացած ու արժանապատվությունը վիրավորված Լեոն փորձում է դուրս գալ այդ անիծված տանից, դրան շեմին բախվում է ամենաանսպասելի տեսարանին։ Ներս են մտնում Գրիշոն ու Մանանը։ Այս պահին Հունանը շարունակում է իր այլանդակ ու ցինիկ պահվածքը, որը ոչ ոք, նույնիսկ Իննան իզորու չէր դադարեցնել։ Լեոն և իր հարազատ քույրը Մանանը նայում են իրար աչքերի, բայց ոչ որպես արյունակիցներ, այլ որպես կատարյալ օտարներ։ Այս լուռ ու սառը հայացքների բախումն ավելի ծանր էր, քան ցանկացած ապտակ։ Լեոն, հասկանալով, որ այստեղ այլևս անելիք չունի, վերջնականապես հեռանում է, որոշելով ընդմիշտ կտրել կապը Լեայի հետ։ Բայց Լեան չի պատրաստվում այդքան հեշտ հանձնվել։ Քիչ անց նա զանգահարում է Լեոյին և կատարում հերոսական, բայց հուսահատ մի քայլ։ Նա հայտարարում է, եթե Լեոն հոր ստորություններից հետո դեռ պատրաստ է ընդունել իրեն, ապա ինքը հենց այս վայրկյանին կթողնի ամեն ինչ ու կփախչի նրա մոտ։ Լեոն համաձայնում է։ Աղջիկը գաղտնի դուրս է գալիս տանից, բայց նրա ազատության ճանապարհը շատ կարճ է տևում։ Տանից քիչ հեռու նրան նկատում է Հունանի հավատարիմ Վահանը, Արամը։ Նա ուժով նստեցնում է Լեային իր մեքենան ու վերադարձնում տուն, հողին հավասարեցնելով փախուստի այս խիզախ պլանը։ Իսկ այժմ անդրադառնանք սերիայի ամենազայրացնող փաստին։ Մինչ Լեան պայքարում է իր սիրո համար, Մանանը ցուցաբերում է աննկարագրելի անինքնասիրություն։ Լսելով Հունանի բոլոր վիրավորական ու անհարգալից խոսքերն իր ու իր ընտանիքի հասցեին, Մանանը ոչ միայն չի հեռանում, այլև հանգիստ տնավորվում է թշնամու տանը։ Նրա այս աներես պահվածքը պարզապես ապշեցնում է, ցույց տալով, որ նա պատրաստ է կուլ տալ ցանկացած ստորացում հանուն Գրիշոյի հետ լինելու։ Վերջում չենք կարող չնշել Ավոյի հերթական ստոր հաղթանակը։ Էռնան իր խելագար պահվածքով այնքան է զզվացնում Ավոյին, որ վերջինս առանց խղճի խայթի հոգեբուժարանի բրիգադ է կանչում։ Անօգնական Էռնային տեղափոխում են հոգեբուժարան։ Ավոն վերջապես, ազատվելով նրանից, ցինիկաբար խորհուրդ է տալիս բժիշկներին անդադար հանգստացնողներ ներարկել նրան, ընդմիշտ լռեցնելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, երբ Լեոն իմանա, որ Արամը խափանել է Լեայի փախուստը, արդյոք կորոշի վերջնականապես ոչնչացնել Արամին։ Եվ կգտնվի արդյոք մեկը, ով կփրկի Էռնային հոգեբուժարանի պատերի միջից։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։